շատ կարևոր տոն է մեզ համար Հայաստանի Հանրապետությունում բնակվող եւ գործող յուրաքանչյուր ազգային համայնքի համար, որովհետեւ ինչպես գիտեք, ամեն տարի հոկտեմբերի առաջին կիրակի օրը համարվում է ազգային փոքրամասնությունների օր Հայաստանի Հանրապետությունում եւ այսօր այստեղ 11 ազգային համայնքների ներկայացուցիչները, հասարակական կազմակերպությունները, բարային խմբերը, երգիչներ եւ այլն, մի խոսքով մշակութային մասը այսօր ապահովված է, ներկայացված են ազգային խոհանոցը, ազգային փոքրամասնությունների։ Իհարկե, այս տարի կարծեք թե ընտրված է վայրը Ապարան եւ կարծում եմ բնականաբար նման օրինակ միջոցառումները պիտի մարզերում շատ լինեն, որովհետեւ որքան էլ մենք ելույթներ ենք ունենում կամ մեր ազգը ներկայացնում ենք, բնականաբար պիտի նաեւ մարզերում այս միջմշակութային երգչությունը պիտի միշտ լինի, որովհետեւ մենք այդ հենց հարգանքը ձևավորվում է միմյանց ճանաչելով։ Եվ կարծում եմ այսպիսի միջոցառումները պիտի լինեն շարունակական եւ այսօր եզդիական համայնքը ներկայացված է իր ազգային խոհանոցով, երգով, երաժշտությամբ։ Բնականաբար խոսելով եզդիների մասին Հայաստանի Հանրապետությունում չեմ կարող չնշել, որ Հայաստանի Հանրապետությունը այն եզակի երկիրն է, որտեղ եզդի երեխաները ուսուցանում են իրենց մայրենի լեզուն հանրակրթական դպրոցներում։ Դասավանդվում է եզրային լեզու եւ գրականություն առարկան 1-ից մինչեւ 12-րդ դասարանի դպրոցական դասագրքերը հրատարակվում են նաեւ կառավարության աջակցությամբ, տվյալ դեպքում սպորտի, երիտասարդության, կրթության, գիտության, մշակույթի նախարարության կողմից։ Պիտի նաեւ նշել, որ բացի այդ նաեւ լույս է տեսնում եզդիական ազգային թերթը Հայաստանի Հանրապետությունում, Էզդիխանա եւ նաեւ մյուս թերթը Լալեշ։ Պիտի նաեւ նշել, որ այսօր կարծեք թե համայնքների ներկայացուցիչները ելույթ ունեցան, իրենց մշակույթը ներկայացրին Ապարանի մշակույթի տանը, ինչը բնականաբար ողջունելի է եւ իմ կողմից շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնություններին իրենց օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ, մշակույթի հարցում մեծ բարձունքներ, որովհետև ինչպես գիտեք, մեզ համար ամենաառաջնային խնդիրը դա լեզվի ու մշակույթի պահպանությունն է։ Որպես ազգությամբ ես նշեմ, որ նաև որպես Եզդիների ազգային միության նախագահ, իհարկե ասել խնդիրներ չկան, դա սուտ կլինի։ Հիմնականում առաջնային խնդիրը հենց լեզվի պահպանման խնդիրն է։ Տարբեր դպրոցներում, որտեղ էլ որ կան եզդիական խմբակներ կամ խմբակի կամ բաղադրիչի հաշվին դասաժամեր, հիմնականում բախվում են մի խնդրի, որտեղ օրինակ բացակայեն կադրերը, այսինքն եզդի ուսուցիչների պակաս կա, որոշ հատվածներում էլ եթե նույնիսկ ուսուցիչը առկա է, ապա ունենք վերապատրաստումների խնդիր, այսինքն այսօր իհարկե քննարկումներ լինում են թե կառավարությունում եւ թե հենց նախարարությունում կրթության եւ այստեղ ԿԿՄՍ նախարարությունում այստեղ կարևոր եմ համարում, որ իսկապես այդ հարցը իր լուծումը ստանա կադրերի պատրաստման, որովհետեւ քննարկումները հիմնականում եղել են հենց ամբիոն բացելու կամ եթե ոչ ամբիոն, ապա գոնե բաժին մանկավարժական կամ Բրյուսովի անվան համալսարանում, որտեղ կա ուրեմն մանկավարժի կոչում, այսինքն այդ որակավորում տրամադրվում է այդ հատվածում։ Բացի այդ, այստեղ պիտի նշել, որ նաև շատ կարևոր է ամբողջ Հայաստանը, որ նման միջոցառումներ կազմակերպեն, որովհետև որքան այս միջմշակութային երգչությունը շարունակական լինի, այդքան ավելի կջերմանանք, ավելի միմյանց կճանաչենք ու նոր սերունդը կտեսնի նաև սա, այսինքն մենք սա կփոխանցենք նաև մեր հետագա սերունդներին։ Այո, այս բարեկամությունը մենք բոլորս գիտենք, բայց թե հետագա սերունդը ինչպես կպահպանվի, բնականաբար նմանօրինակ միջոցառումների շարունակական բնույթով պայմանավորվում է։